Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Փաստինֆոյի հյուրը ռազմական փորձագետ, Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, վերջին օրերին իշխանական շրջանակներն անդադ խոսում են, որ Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ պատրաստ է, մնում է այն ստորագրել եւ վերջ, սակայն Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում, պահանջում է անկլավները։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, որ անկլավների մասով սահմանազատում է տեղ ունենալու, ինչի արդյունքում ադրբեջանցիները լքելու են Արցվաշենը։ Ինչ այս ամենը նշանակում, ինչ նոր գործընթաց է սկսվում։ Նախ Արցվաշենի հետ կապված, այո, դա խորհրդային տարիներին խորհրդային Հայաստանի Հանրապետության տարածք էր։ Ինքը գտնվում է բավականի խորքում, Ադրբեջանի տարածքում, այսինքն Հայաստանից դեպի Արցվաշեն գնալը ինքնին արդեն խնդրեմ է, մեկ, երկրորդ տեսականորեն նայենք, եթե անգամ Արցվաշենում հայ բնակչություն վերադառնա։ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմաններում Ադրբեջանի զինուժի պաշտպանունակության վրա որևիցե ձևով չի ազդի, ոչ էլ Ադրբեջանի տարածքով ճանապարհների վրա հսկողությամբ։ Ի տարբերություն դրան, եթե հիմա գնահատենք, թե սահմանազատման արդյունքում ինչ ճանապարհներ կամ ինչ տարածքներ պետք է հանձնեն, մեկը Տիգրանաշենն է, Քյարքին հայտնի, որը Նախիջևանի Հանրապետության տարածք է հիմա, բայց երբ կազմավորվում էր խորհրդային միությունը, այդ ժամանակ այդ տարածքը Հայաստանի Հանրապետության տարածք եղել։ Հիմա եթե ադրբեջանցիները վերադառնան Տիգրանաշեն, վստահաբար եմ ասում, այդ գյուղը գտնվում է միջպետական ճանապարհի ուղղակի հարևանությամբ, մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Իսկ իրենց քաղաքացիների, նկատի ունեմ Նախիջևանի բնակիչների անվտանգության ապահովման համար Ադրբեջանը կարող է բնականաբար հիմնավորել, որ ինչու իր զինուժը պետք է լինի այդ գյուղի հարակից մասերը։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ուղղակիորեն միջպետական ճանապարհը փաստորեն խոցել է Ադրբեջանի զինուժի կողմից, առավել եւս երբ որ այդ ճանապարհի կողքով անցնում են, հայկական կողմը վաղուց որոշակի բարձր հողաթմբեր էր դրել, որպեսզի հակառակորդի զինծառայողները այդ միջպետական ճանապարհով ընթացող ավտոմեքենաների նկատմամբ որից ոտնձգություն չանեն, ասենք կրակոցներ եւ այլն։ Հիմա եթե դա տրվում է, Հայաստան ուղղակիորեն բաժանվում է երկու մասի, վստահաբար եմ ասում ձեզ, այդպես է։ Եվ հայկական կողմը ստիպված պետք է շրջանցող ճանապարհ կառուցի, դա բավականին խնդրահարույց է եւ տեխնիկական եւ ֆինանսական առումով։ Վեդիով պետք է անի շրջանցող հսկայական ճանապարհ է դա։ Ինչքանով է իշխանությունները պատրաստ այդ ճանապարհը անել, ես դժվարում եմ ասել։ Երկրորդ մյուսը Տավուշի այդտեղ բնակավայրեր կան, որտեղ եթե հակառակորդը այդ տարածքները հանձնվում է, ուղղակիորեն այո Վրաստան գնացող երկու ճանապարհներից մեկի վրա Ադրբեջանը ամբողջությամբ հսկողություն է իրականացնելու, իսկ ավելի վտանգավոր է Ռուսաստանից Հայաստան մտնող գազամուղն է նրանց հսկողության ներքո լինելու։ Եթե հիշենք, որ 90-ականների սկզբին, երբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը նոր էր հասունանում, պարբերաբար այդ տարածքներում գազամուղը պայթեցվում էր եւ այն ժամանակ Հայաստանի իշխանությունները 2-3 անգամ շրջանցել են գազամուղի ճանապարհը ընթացքը, խողովակները շրջանցել են, որպեսզի խոցելի չլինի, պայթեցումներ չլինեն, որտեղ վրացական կողմը ասում էր չկառավարվող զինված խմբավորումներ են պայթեցնում, այսպես, հա։ Հիմա եթե Տավուշի այդ մասը հանձնում է, ես առավել քան վստահաբար եմ ասում, որտեղ ես ինքս այդ տարածքում մոտ 7 տարի ծառայել եմ։ Գազամուղը եւս Ադրբեջանի զինուժի կողմից ուղղակի խոցելիության ներքո է լինելու, դրանց բխող բոլոր վատ հետևանքներով Հայաստանի Հանրապետության համար։ Պարոն Նահապետյան, Մհեր Գրիգորյանն էլ հաստատել է, որ սահմանազատումը հիմա շարունակվելու է կամ տեղի ունենալու Սյունիքի մարզում, հատկապես Մեղրիում, հարց է առաջանում, ինչու մոռացան Տավուշի թեման, որտեղ նախապես հայտարարում էր, թե Տավուշից շարունակվելու է սահմանազատումը։ Ես կարծում եմ, որ մստեղ առաջնայինը Մեղրին չի, որտեղ Մեղրի պահով արդեն այսպես կոչված Տրամպի ուղին կա, այնտեղ մի բնակավայր կար Մեղրի տարածքում, այդ գյուղում ժամանակին խորհրդային Հայաստանի տարածք էր, բայց բնակվում էին ադրբեջանցիներ,
Եթե չեմ սխալվում, գյուղը ադրբեջանականն էլ անվանում ուներ, Նյուվադեր կոչվում։ Բայց խնդիրը դա չի, վստահաբար եմ ասում, այստեղ շատ ավելի կարևորը այդ Տիգրանաշեն կամ Քյարքին է, որտեղ Հայաստանը ուղղակի երկու մասի է բաժանում, միջպետական ճանապարհը ամբողջությամբ Արարատի մարզից արդեն դեպի Եղեգնաձոր, դեպի Սյունիք գնացող ճանապարհը հսկողության ներքո է լինել։ Հայաստանի օրվա իշխանությունները հսկայական ջանքեր եւ ծախսեր պետք է գործադրեն շրջանցող ճանապարհ կառուցելու համար։ Եթե ցանկանան, իսկ եթե չցանկանան։ Նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի երկրորդ կեսից արդեն գործարկվելու է Թրամփի ուղի կոչվածը։ Սա ինչ է նշանակում, որտեղ փորձագիտական շրջանակներում օրինակ ահազանգում են, որ օգոստոսի 8-ի փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը օրինակ հանձնել է արդեն Մեղրին, հետևաբար այս հայտարարությունը, որ 2026-ի երկրորդ կեսից գործարկվելու է այդ ճանապարհը, ինչ է նշանակում։ Եկեք այսպես նայենք, այդ ճանապարհ կոչվածը ավելի շուտ եւ ավելի ճիշտ բնութագրել է Ադրբեջանի նախագահը։ Դա Զանգեզուրի միջանցք է, որով անցնում է Տրամփի ճանապարհը։ Այսինքն ստատուսն է մեզ այսպես շատ ավելի կարևոր մեր երկրի անվտանգության տեսանկյունից, ինքը միջանցք է թե ոչ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության սահմանապատ ծառայությունը, մաքսային ծառայությունը եւ սանիտարական ծառայությունը այստեղ գործառույթ իրականացնելու են թե ոչ։ Եթե չեն իրականացնելու, կախված խորությունից, օրինակ Բերձորի կամ Լաչինի միջանցք խորություններ, չէ, ասենք 5 կիլոմետր խորությամբ, այստեղ այդտեղ հայկական կողմը հսկողություն չի սահմանելու։ Կարելի ասել փաստորեն այդ տարածքը օտարվում է այլ երկրների կողմից սպասարկվող կառույցներին։ Ու ասենք ենթադրենք ամերիկյան կառույց, այսօր ամերիկյան, վաղ կարող է դա լինել, ասենք այլ երկրի կամ թուրքական։ Գիտեք որ այստեղ ավելի շուտ ոչ թե որ երկրին է օտարվում, այլ որ Հայաստանը Իրանի հետ կապող մեր կենսական ճանապարհը Հայաստանի պատկան կառույցների վերահսկողության ներքո չի լինելու։ Մեզ համար Իրանի հետ սահմանը կյանքի ճանապարհ է։ Սա է կտրվում, այսինքն վտանգը այդտեղ է, թե որ միջազգային կառույց կվերահսկի ինչ կանի, դա խիստ երկրորդական է։ Բայց եթե կտրվում է Իրանի հետ կյանքի ճանապարհը, դա նաև ինչ որտեղ Իրանին է հարված եւ պատական չէ, որ Իրանի տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում եւ հոգեվոր դաշտից, եւ քաղաքական դաշտից եւ զինվորական իրենք բարբերաբար կեցվածք են դրսեւորում։ Այսինքն որ պահին, որ դա որպես միջանցք աշխատես, դա նշանակում է Հայաստան Իրանից կտրվում է։ Այսինքն անգամ Իրանից Հայաստան բեռներ տեղափոխելուց այդ միջազգային կարգավիճակ ունեցող կառույցը պետք է ստուգի։ Իսկ եթե Իրանը ենթադրենք Հայաստան զենք է տեղափոխում։ Մենք գնել ենք զենք, իսկ գնված զենքի մասին սովորաբար չի բարձրաձայնում եւ չի ասում, որովհետեւ դրա մեջ գաղտնիության էլեմենտ կա։ Հիմա Իրանը եթե ցամաքային ճանապարհով մեզ զենք է տրամադրում, փաստորեն դրա մասին իմանում են այն միջազգային կառույցները, որոնք այդ ճանապարհը վերահսկելու են։ Այսինքն ես այս ամեն ինչը նայում եմ անվտանգության տեսանկյունից։ Մեզ համար իհարկե դա շատ ցավոտ է, նաև հաշվի առնելով, որ եւ առաջին ազատամարտին Արցախի եւ երկրորդ Իրանը մեզ բավականաչափ օգնել է առանց փակագծերի բացելու եւ այդ օգնությունը հենց այդ ճանապարհներով է եկել։ Մեկ երկրորդ Ադրբեջանը երկրորդ վերահսկողական գործառույթ ունի այդ միջպետական ճանապարհի վրա, դա Գորիս Կապան ճակատեն 21 կիլոմետրն է։ Այստեղ ադրբեջանական կողմն է։ Իսկ այդտեղ եւս պետք է ինչ-որ շրջանցող բան կառուցվի։ Դուրս է գալիս, որ մեր հարավի կոմունիկացիաները արդեն իսկ վերահսկել են մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից միջազգային կառույցների։ Եթե դրան է գումարենք Հայաստանի հյուսիսը Տավուշի, մեծ հաշվով Հայաստանը շրջափակման մեջ է հայտնվում։ Եվ այդ շրջափակող պետությունները Ադրբեջանը ու Թուրքիան են։ Միջազգային որից է կառույց Արեմեծան, ես դիտարկում դա որպես ՆԱՏՕ-ի ներկայություն։ Պարոն Նահապետյան, ղազախական ցորենը վերջապես հասավ Հայաստան, սակայն պարզվեց, որ այն անասնակեր է։ Ինչ տեղի ունեցավ ընդհանրապես սրա հետ կապված եւ սննդի վերահսկողության տեսչությունը, ինչու է լռում, ինչու արձագանք չկա, որտեվ հիմա լայն քննարկումներ են, սոցիալական եւ հասարակական տիրույթում դրա շուրջ։ Գիտեք, ասենք, որ ցանկացած երկրից կարելի անասնակեր գնել, դեռ որոցի գաղտնիք չկա։ Ցանկացած պետություն էլ կարող է գնել, բայց այստեղ խնդիր գիտեք որն է։ Ես սկզբից այդ ցորենի մուտքի մասին էր ասում, իշխանական մամուլը կամ իշխանական պաշտոնատար անձինք չէին ասում, որ դա անասնակ էր, իրենք չեն ասել։
Անդիմադիր դաշտից, եթե չեմ սխալվում, առաջին դրա մասին բարձրաձայնեց պատգամավոր հայ-հեղափոխական դաշնակցությունից Արտուր Խաչատրյանը, նա ասեց առաջին անգամ, որը չհերկվեց ի դեպ։ Այսինքն Հայաստան ներկրվում է ցորեն, որը պետք է օգտագործվի անասուններին կերակրելու համար, բայց իշխանական մամուլը ներկայացնում էր, որ դա ցորեն է, որը պետք է օգտագործվի ենթատեքստով ժողովուրդը որպես սնունդ, հաց։ Սա առաջին դրվագը։ Այստեղ որոշակի առումով հոգեբանական առումով վիրավորական բան կա։ Այսինքն բերում են անասնակեր, ներկայացնում են մարդուկեր։ Բայց ես այդ տեսանկյունից չեմ ուզում նայել։ Ես ուզում եմ նայել Ռուսաստան դաշտյան արտաքին դաշնային ծառայության կեցվածքը, պաշտոնապես հայտարարություն ա եղել, որը վերահաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակը Դմիտրի Պեսկովը, ասելով, որ ամեն ինչ արվելու է, որ ուկրաինական ցորենը Հայաստան մտնի Թուրքիայով եւ գնի տարբերություն է լինելու ակնհայտ է ռուսականի հետ, հա, համեմատած, այդ տարբերությունը իր վրա պարտավորվում է Եվրամիությունը գումարը տալ Հայաստանին։ Սա ինչ է նշանակում, այսինքն սա Հայաստանը Ռուսաստանից կտրելու գործառույթ է, որը այս պայն պրոյեկտվում է հացահատիկ Հայաստան ներկրելու գործընթացի մեջ։ Եթե սան է գումարենք, որ Հայաստան Թուրքիան պատրաստել նաև էներգակիրներ տալ, օրինակ վառելիք, նավթ, Թուրքիան, որը ադրբեջանական է լինելու, քանի դեռ Ադրբեջանի հետ ճանապարհները ամբողջովին չեն ապաշրջափակվել, իսկ դա մեկ օրում չի լինելու վստահաբար, ապա ադրբեջանական վառելիքը Հայաստան մտնելու է Թուրքիայով։ Սա նշանակում է, որ վաղը չէ մյուս օրը, այսպես ոչ ուղղակի իմաստով, Հայաստանը նստելու է ադրբեջանական գազի ասերի վրա, Հայաստանը նստելու է ադրբեջանական նավթի ասերի վրա, ավելին խնդիր է դրված ատոմականը փակել, իբր մոդուլային ատոմական կառուցեն ամերիկյան, իսկ ամերիկան որևիցե ձևով եւ երբևիցե մոդուլային ատոմական չունի կառուցած։ Ընդհանրապես մոդուլային ատոմականների միակ երկիրը արտադրող դա Ռուսաստանն է եւ որոշակի առումով Չինաստանը։ Մեր ատոմականը, որը մինչև 2036 թվականը կարող է աշխատել, Ռուսաստանի մասնագետները եւ ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչները դա փաստել են, որոշակի տեխնիկական վերազինումից հետո, սա նշանակում է ատոմականի փակումը, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարության պահանջն է, մենք զրկվելու ենք մեր հոսանքի արտադրության 30-ից 35%-ի, այսինքն սա մեր էներգետիկ ինքնիշխանության բավականին երևացող տոկոս է։ Հիմա եթե դրան էլ գումարենք, նույն ջեկերը արտադրում են մոտ 35-ից 40% հոսանք, ռուսական էժան գազի շնորհիվ, ապա ադրբեջանական թանկ գազը, բնականաբար ատոմականի փակումից հետո, ընդհանրապես Հայաստանի ցանկացած արտադրանքի, այդ թվում եւ առաջին հերթին գյուղմթերքի արտադրության ինքնարժեքը կտրուկ կարգով կարող է բարձրացնել։ Սա նշանակում է, որ մեր տնտեսությունը հոսանքի գնի բարձրացմանը կանգնեցնում են կոլապսի առաջ։ Սա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները իրենք այլևս իրենց բիզնեսները, լինի գյուղմթերքի արտադրություն, թե այլ արտադրություն, սնանկ են ճանաչվելու, հաշվառներ, որ բանկերից վարկեր են վերցրել, իսկ դա էլ իր հերթին բերում է նրան, որ սնանկ ճանաչված երկիրը կամ երկրի տնտեսության ճյուղերը կարող են կոպեկներով գնել այլոք։ Ես կարծում եմ, որ այստեղ երկու շահագրգիռ պետություն կա, որ այդ կոպեկներով եւ գյուղացիներից հողերը գնեն եւ վերամշակող գործարանները գյուղմթերքի, հա, որի առյուծի բաժինը սպառման շուկան Ռուսաստանն է, եւ երբ հոսանքի գնի բարձրացումը բերի այդ մարդկանց տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարեցում, այդ ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական մակարդակով, բայց առերևույթ տնտեսվարող սուբյեկտները կարող են էժանով գնել ամեն ինչ, այսինքն Հայաստանի տնտեսությունը ուղղակիորեն տրվում է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դե դրան էլ եթե ավելացնենք, որ առաջին անհրաժեշտության առաջին հերթին հացահատիկը կբերվի Թուրքիայից,
ուկրաինական ցորենը, իդեպ Փաշինյանը հերքել է անհեթեթությունը, բայց ես չեմ կարծում, որ մի լուրջ պետություն, որի արտաքին հետախուզություն նման հայտարարություն է տարածում եւ որը վերահաստատում է այդ երկրի նախագահի մամլոխոսնակը, որը իդեպ միակն է, որ իրավունք ունի նախագահի անունից խոսել։ Այսինքն այստեղ հաշվենք, որ նախագահն է ասում։ Այսինքն ցորենը, էներգակիրները, ճանապարհները նշանակում է Հայաստանը ամբողջովին մտցվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարման ներքո։ Արերևույթ ինքնիշխան թվացial անկախ եւ այլն պետություն է, բայց ամբողջովին տրվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողությանը բոլոր առումներով։ Սրանց բխող բոլոր ծանր հետևանքները, որ կունենա մեր պետականությունը։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ այս դեպքում Ռուսաստանը ինչ որ առումով մեկընդմիշտ կկորցնի Հարավային Կովկասը։ Թե կա վրացական գործոնը։ Եկեք որովհետեւ սա գնահատենք բավականին ճիշտ եւ տեղին հարց է։ Հասկանանք ընդհանրապես աշխարհի ուժային կենտրոնները մեր տարածաշրջանում ինչ խնդիրներ են լուծելու։ Իրենց ծրագրերը որն են։ Եթե այս կամ այն չափով մեզ համար տեսանելի ընկալելի է, ապա այդ գնահատականից հետո մենք կարող ենք հետևություններ անել, թե ինչ նոր մարտահրավերներ կամ արկա սպառնալիքներ կարող են առաջանալ Հայաստանի հանդեպ, հա։ Ըստ իս իմ գնահատմամբ խաղաղությունը տարածաշրջանում եւ աշխարհում ոչ թե վերահաստատվում է, որտեղ ԱՄՆ նախագահը ասում է 8 պատերազմ է կանգնեցրել, հիմա 9-րդն է ուկրաինականը, այլ մեր տարածաշրջանը դառնալ է Ռուսաստանի համար ամենախոցելի տարածաշրջաններից մեկը, ինչու որտեղ Ադրբեջանը ինքը իր զինված ուժերը նախկինում կազմավորվում էր, պատրաստվում էր ՆԱՏՕ-ի ստանդարտներով, իսկ հիմա դրա մասին բացահայտ հայտարարում է երկրի ղեկավարը։ Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանը բաց համագործակցություն է անելու։ Եթե դրանել ավելացնենք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Փաշինյան, Ալիև, Տրամփ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի կառավարությունը հանեց 907 արգելքը, որով Ադրբեջանը կարող է ուղղակիորեն ԱՄՆ-ի հետ իրականացնել ռազմատեխնիկական համագործակցություն, եւ հաշվի առնելով, որ օրեր առաջ Բաքվում էր գտնվում ՆԱՏՕ-ի 10 անդամ պետությունների ներկայացուցիչները եւ նոր պայմանագրեր են կնքում Ադրբեջանի, դեպքում հարց է առաջանում Ադրբեջանի կտրուկ զինումը, վերազինումը, էժան զենք զինամթերք հանձնել ինչ նպատակ է հետապնդում եւ ովքեր են թիրախը։ Եվ պատական չի, որ հայկական զինուժը եւս բերվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին, զենքից սկսած, զինամթերքից, այո, վրացական բանակը ժամանակին դեռևս եւս ՆԱՏՕ-ի ստանդարտներով էր, ապա կարելի է արձանագրել, որ Հարավային Կովկասում 3 հանրապետությունները արդեն իսկ բացահայտ բերվելու է ՆԱՏՕ-ի բանակի ստանդարտներին, սկսած ինքնաձիգի փամփուշտի տրամագծից, վերջացրած ականանետի արկերով, հրետանու արկերով եւ այլն։ Սա նշանակում է, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ն պատրաստում է հարվածային բռունցք եւ այդ բռունցքը ունենալու է երկու թիրախ։ Առաջինը Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Բայց եթե նայենք բնակչության թվաքանակը Հարավային Կովկասի եւ այն հավակնությունները, որ ՆԱՏՕ-ն պատրաստում է 3 հանրապետություններ օգտագործել, ասենք Ռուսաստանի զինական առումով եմ ասում, պատերազմը եւ Իրանի դեմ, ապա այդպես չափելի էլ չեն, բավականին փոքր է։ Բայց եթե Ադրբեջանին տեսականորեն գումարենք, ասենք 9-10 միլիոն բնակչություն է, օրինակ եթե գումարենք 35 միլիոն եւ եւս 2-3 միլիոն Ռուսաստանում եւ մի քանի միլիոն հարևան երկրներում, այդ թվում նաեւ Թուրքիայում, ապա մոտ 50 միլիոն է գալիս։ Այդ 35 միլիոնը դա Իրանի Իսլամական Հանրապետությունում ազարի ժողովուրդն է, որոնք իրենք ինքնությունը իրենք գնահատում են, որ իրավաժառանգորդներ են իրենք Սեֆյան շահերի կայսրությանը, որը եղել է 1502-1736 թվականը, 234 տարի։ Ճիշտ է, տարբեր գնահատականներ կան, որտեղ Սեֆյանների շահերը իրենք թուրքախոս էին, բայց թուրք չէին, թուրքական ծագում չունեին։ Տարբեր գնահատականներ կան, բայց հաստատ պարզիկ չեն եղել։ Ու գնահատականներից մեկը, ես որին ավելի շուտ հակված եմ, իրենք մի քանի 100 տարի, եթե ոչ ավել, այդ տարածքում ապրող Իրանի այլ ժողովուրդների հետ համակեցությամբ ապրած, բայց այլ ազգություն են, հիմնականում քրդեր են եղել։ Ըստ էական չի, որտեղ Սեֆյանների ժամանակ
Պարսկաստանը մեծ ծաղկում ապրեց եւ մշակույթը, երբ ուշադրություն դարձնենք այդ տարիներին, ինչ գրողներ, ինչ ստեղծագործություններ, մշակույթը, գիտությունը, կրթությունը բավական լուրջ վերեք ապրեց եւ եթե տարածքները փորձեն գնահատել Սեֆյանների ժառանգության ժամանակ որ տարածքներն են իրենց տիրապետության կամ կարելի ասել կայսրության ներքո եղել, ապա դա հարավային Կովկասն է, ուշադրություն դարձրեք։ Ներառյալ Հյուսիսային Կովկասի մի մասը, այն որ Ալիևը ասում է Դերբենտը մերն է, սա պատական չի ասում։ Դան գումարենք միջինասիական կամ կենտրոնական Ասիայի երկրներից մի քանիսը, ներառյալ մինչև Աֆղանստան, Սիրիայի մի մասը, Իրաքի մի մասը եւ Իրանի Իսլամական Հանրապետության իմ նշած մասը, Թավրիզ եւ Սպահան կենտրոններով։ Ապա մի հսկայական տարածք է 50 միլիոն բնակչությամբ, իդեպ ասեմ ձեզ հիմա Ռուսաստանում Ռուսաստանի դեմ Ուկրաինայում կռվում են, նու հիմա շատ ավելի քիչ է, մոտ 45 միլիոն ուկրաինացի։ Հիմա այստեղ մի 50 միլիոնանոց հարվածային բռունցք է պատրաստվում։ Եվ ինչի համար է սա պատրաստվում, որտեղ Ալիևը եթե ասի մեծ Ադրբեջան, մարդկանց մեջ այդ մեծ Ադրբեջանը իր երկրի քաղաքացիների որևիցե զգացողություն չի արտնասնում, որտեղ այդպիսի պետություն չի եղել։ Իսկ երբ որ ասի Սեֆյանների ժառանգություն, դու նայեք արմատները ինչքան խորքերին են, հա գնում։ Այդ ժողովրդին եւ այդ երկրի գիտական մտքին, քաղաքական մտքին հիմա տրվում է եւ պատրաստում է, որ իրենք իրոք Սեֆյանների ժառանգներն են եւ մոտիվացիան շատ բարձր է։ Այո, Սեֆյանների ժամանակ Հյուսիսային Կովկասի մի մասը Սեֆյանների գերիշխանության ներքո էր, այդ թվում նաեւ Դերբենտը։ Բայց դեպքում Ալիևը ինչպես պիտի հիմնավորի, որ դա իրոք իրենք ժառանգորդներն վերջապես գտան, որտեղ երկար փնտրտուքներ կար։ Մի ժամանակ խորհրդային տարիների վերջին իրենք գնում էին այդ տարածքներում ալբանական քաղաքակրթության որպես ժառանգներ, թեև այդ տարածքում ապրող ժողովուրդը ինքը քրիստոնյա էր եւ ավելին դավանում էր մեր եկեղեցու ուսմունքը, դավանաբանական եւ համարում էր մեր եկեղեցու քույր եկեղեցի։ Այդտեղից հրաժարվեցին, հետո կովկասյան թաթարներ, հետո թյուրքական ծագում, որը հիմքեր բավականին լուրջ չուներ, բայց հիմա իրենք եկել են Սեֆյանների ժամանակ, որը առարկայապես 234 տարի կայսրություն է եղել, եւ այդ կայսրության իրենք ժառանգորդն են։ Հիմա պատրաստվում է գիտական մտքով, ուսումնական հաստատություններում դասագրքերի տեսքով, որ ինչպես է այդ տարածքը ժամանակին եղել մի հսկայական կայսրություն, այո, իսկ ով է տալիս այն փաստաթղթերը, այն հիմնավորումները, որ իրենց ժողովուրդներին այդ փաստաթղթերի հիման վրա, խոսքս Ադրբեջանում ապրող, հա, դե Ադրբեջանի մեծ հաշինքը բազմազգ է, որտեղ առնվազն 3-4 բնիկ ժողովուրդ կա, հա, որը բացարձակապես կապ չունի, ոչ Սեֆյանների հետ, ոչ թյուրքական ծագում կովկասյան ժողովուրդներ, հա, իրանական բարձրավանդակի ժողովուրդ թալիշները, լեզգիները, դագերը, Հյուսիսային Կովկասի ժողովուրդներ։ Հիմա ով է տալիս այդ փաստաթղթերը, այսինքն ինչ չի հիման վրա է Ալիևը եւ Ալիևի գիտական շրջանակները նման միտք արտահայտում։ Բարձրում է կա այդպիսի մի միավոր, որ այդ փաստաթղթերը տալիս է, իհարկե տալուց ոչ թե պետք է Ալիևին տրվել, որտեղ ժամանակ Բաքու չի եղել, Սեֆյանների կենտրոնը Թավրիզը եւ կամ Սպահանն է եղել, որը հիմա Իրանում է, հա, գտնվում, բայց ինչու են Ալիևին տալիս, որտեղ Ալիևով պետք է ստեղծվի այդ քաղաքական ժառանգությունը, իսկ ով է տվողը, Վատիկանը։ Ուրեմն 2012 թվականից առ այսօր 40 փաստաթուղթ է տվել Ալիևին, Ալիևի Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայից մասնագետները տարիներ շարունակ աշխատել են Վատիկանի արխիվներում, ընդ որում գաղտնի արխիվներում, այնտեղից այդ փաստաթղթերը, որ ժամանակին Սեֆյանների կայսրության եւ Վատիկանի հարաբերություններին է վերաբերվում, որտեղ այդ փաստաթղթերի հիման վրա պետք է հիմնավորվի, որ ներկայիս Ադրբեջանը իրավահաջորդն է Սեֆյանների ժառանգությանը։ Եվ այստեղ փաստորեն Վատիկանը հանդես է գալիս որպես շահառու։ Պատահական է արդյոք, որ բարբերաբար Ադրբեջանի կարգավիճակով երկրորդ դեմքը փոխնախագահ Մերիբան Ալիևան հանդիպում է Հռոմի Պապի հետ։ Հռոմի Պապը գալիս է Ադրբեջան։ Բաքվում կառուցում են կաթոլիկ եկեղեցիներ, հա, ճիշտ անվանումը կաթողիկեն են։ Կամ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալաշքյուր Փաշազադեն գնում է հանդիպում է Հռոմի Պապի հետ։ Այսինքն այս ջերմացման իմաստը, փոխադարձ բարեգործական ծրագրերի եւ այլն իմաստը ո՞րն է։ Ինչ գործ ունի
Շիա մահմեդական Ադրբեջանը կաթոլիկ եկեղեցու ղեկավարի Հռոմի Պապի եւ այլոց հետ հանդիպումներում համատեղ լուրջ ներդրումներ ծրագրեր անելուն, որն է իմաստը։ Պարոն Նահապետյան, ներողություն եմ խնդրում, բայց օրինակ Թուրքիան, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, ժամանակին հենց խնդիրներ է ունեցել եւ Սեֆյան Պարսկաստանի հետ եւ Հռոմի, այսպես ասած, պապերի Վատիկանի հետ, հա, եթե պրոյեկտենք մեր օրեր, իսկ Ադրբեջանն էլ համարվում է Թուրքիայի կրտսեր եղբայր, այս դեպքում թուրքական գործոն ինչ է լինել։ Այստեղ կա ակնհայտ հակասություն։ Իհարկե, Սեֆյանները հաղթել են այս տարածքում թուրքական ցեղերին։ Պատերազմները, որ մղվել են եւ Սեֆյանների ժառանգության ժամանակ այդ հսկայական տարածքի վրա որ կայսրություն է ստեղծվել, դա թուրքական ցեղերի հետ պատերազմներում են Ղզılbaşները հաղթել։ Իհարկե հակասություն է, որովհետեւ մեր տարածաշրջանում փաստացի մինչ այժմ, այսինքն մինչեւ 10-15 տարի առաջ գործում է շատ ակնհայտ մի պրոյեկտ, դա բրիտանա-թուրքական Թուրանն էր, մեծ Թուրանը, որի առաջին, այսպես ջութակ կամ ավանգարդը Թուրքիան է, 3 բաղադրիչով ստեղծվել էր թուրքական պետությունների կազմակերպություն, այդ OTG-ն, Organizatsiya Turkskih Gosударств, որը միսուարյուն էր ստանում, այսինքն ընդհանուր բանկ, ընդհանուր բանակ, ընդհանուր մշակույթ, պատմություն, այբուբեն։ Իսկ այդ մեծ Թուրանը իրականում բրիտանական պրոյեկտ է, որը պետք է ուղղորդվեր որպես արդեն կազմակերպված միավոր առաջին հերթին Ռուսաստանի դեմ, ճիշտ է։ Հիմա նայենք Սեֆյանների ժառանգությունը, որը այո ժամանակին մրցակից էր եւ թուրքական ցեղախմբերի հետ լուրջ պատերազմներում հաղթել էր, այստեղ ինքը երկու թիրախ ունի։ Թիրախներից մեկը Իրանն է։ Իրանը մասնատելը։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելի ծրագրից դուրս չի եկել Իրանի նվաճումը եւ նվաճման լավագույն գործիքը անջատողականությունն է։ Այդ ազարիներին այդտեղի ժողովրդին եւս պետք է տալ մոտիվացիա։ Վերջին հաշվով մեծ Ադրբեջան ասելով չի։ Դա ժողովրդին, որ բնականաբար փաստական ասում է, որ դուք իրավաժառանգորդն եք Սեֆյանների եւ կենտրոնը առավել այսպես կազմակերպված որպես միավոր դա Ադրբեջանն է, ապա դա խիստ առարկայանում է։ Այո, այդ առումով իրենք մրցակից են դառնում բրիտանա-թուրքական Թուրան պրոյեկտին։ Բայց այս պրոյեկտի, ինչպես ասում են շահառուն, Միացյալ Նահանգներն է, ին վերջին նշած, Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Վատիկանը։ Եվ ուշադրություն դարձրեք, որ Վատիկանի կարգավիճակը այս կարգի գործընթացներում կտրուկ ավելացել է։ Ինչու՞, որտեվ նախ Հռոմի նորընտիր պապը դա Միացյալ Նահանգների, այսպես կաթոլիկ աշխարհից է, մեկ, որը այդ անձը ԱՄՆ-ի կառավարության սրտով է, մինչև Հռոմի պապի ընտրվելը, եթե հիշում եք, ԱՄՆ-ի նախագահը դեռևս չընտրված Հռոմի պապի նկարի փոխարեն իր նկարն էր դրել։ Շատերը հեգնում էին, ասում էին, այդ մարդը իրավիճակը եւ իրականությունը խառնել է։ Իսկ իր նկար դնել նշանակում է, որ իր ցանկացած Հռոմի պապը պետք է լինի եւ այդպես եղավ։ ԱՄՆ-ի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչն է։ Եթե դրան էլ գումարենք, որ 500 տարվա կտրվածքով կաթոլիկ եկեղեցուց անջատված Բրիտանիայի այն ժամանակ թագավոր Հենրի 8-րդը հայտարարեց, որ ինքն է այլևս անգլիկան եկեղեցու գլուխը եւ ոչ Հռոմի պապը, 500 տարի կաթոլիկ եկեղեցին Բրիտանիայի հոգեվոր առումով իշխանություն չուներ Բրիտանիայի վրա եւ վերջերս հոկտեմբեր ամսին Վատիկան է գնում ոչ ավել ոչ պակաս անգլիկան եկեղեցու գլուխը Կարլ III-ը, որը նախկինում արքայազն Չարլզն էր, եւ Վատիկանում ինքը արդեն ունի աթոռ։ Նշանակում է այդ 500 տարվա անջրպետը, որ կար կաթոլիկ եկեղեցու եւ անգլիկան եկեղեցու միջև, վերացված է։ Այստեղից կա դաշինք, փաստացի կաթոլիկ եկեղեցու եւ անգլիկան եկեղեցու։ Հաշվի առնելով, որ Դոնալդ Թրամփը ինքը հիմնականում ընտրվել է ԱՄՆ-ում սպիտակ ամերիկացիների կամ բողոքական եկեղեցու հետևորդների մոտ 25-ից 30 միլիոն, դա բավական լուրջ թիվ է, սա նշանակում է, որ արդեն դաշինքը ուրվագծված է եւ խիստ առարկայական է, դա ԱՄՆ-ի բողոքական եկեղեցին է, դա Վատիկանն է եւ Բրիտանիայի անգլիկան եկեղեցին։ Հիմա այս դաշինքը ում դեմ է օգտագործվելու։ Ուղղափառ աշխարհի եւ առաջին հարված ուղղափառ աշխարհը ստացավ Ուկրաինայում։
երբ եկեղեցին մասնատեցին եւ մտցրեցին Կոստանդնապոլիսի պատրիարքի իշխանության ներքո։ Այսպես թիրախավորելու են բոլոր եկեղեցիներին։ Ես ցած վստահաբար ասեմ, մեր համագործակցել մահմեդականների հետ։ Այդ հետո հիմա այս դեպքում դեռ իրենք խնդիր ունեն ուղղափառ աշխարհը թույլատնել, մեր եկեղեցու դեմ արշավ մտնում է այս իմ ասացույցի տրամաբանության մեջ։ Մասնատել մեր եկեղեցին եւ Հրապար Հայրապետը պետք է չունենա համայն հայոց կաթողիկոս ունենալու ստատուսը։ Փաշտյանը այստեղ փորձում է Հայաստանում ստեղծել հայաստանյան եկեղեցի, Հայաստանի թեմերով միայն։ Բնականաբար այդ կաթողիկոսի ստատուսը փոխվում է, այո, եթե փորձը հաջողությամբ պսակվի։ Շատ հետաքրքիր փաստ օրեր առաջ Վրաստանում, որտեղ ընդդիմությունը, որը արեմետյան շահերն է սպասարկում, եթե այսպես գնահատենք, ընդդիմության շարքերում հայտնվել են որոշ հոգևորականներ, գործող, ոչ կարգալուց, որոնք ասում են, որ Վրաստանի եկեղեցին եւս դիմտնի Կոստանդնապոլիսի պատրիարքի իշխանության ներքո։ Հասկանալի է, չէ՞, որ վրաց ուղղափառ եկեղեցին եւս փորձում են ուղղափառ աշխարհից փոկել։ Այսպես քայլեր կարվի նաեւ, ես առավել վստահաբար եմ ասում, որտեղ ինքը արդեն օրինաչափությունը երևում է։ Սերբերի նկատմամբ, բուլղարների նկատմամբ, մեծ հաշվով Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին թույլատնել է, ինչու որտեղ այդ երկրի քաղաքական ղեկավարության համար շատ կարևոր է ուղղափառ եկեղեցու դերը Ռուսաստանում եւ դա միավորող գործոն է ոչ միայն Ռուսաստանի ներսում, այլև իր դաշնակից պետությունների հետ։ Հիմա թույլատնելով ուղղափառ եկեղեցին, բնականաբար թույլատնում է նաեւ այդ կապերը հավատակից այլ եկեղեցիների, այլ ժողովուրդների, այլ պետությունների հետ։ Հիմա բավականին լուրջ գործընթաց է գնում, մենք այս ամեն ինչին շատ ավելի լուրջ պետք է նայենք, նաեւ մեր եկեղեցու հավատավոր զավակները, մեր եկեղեցու հոգևորականները, մեր եկեղեցու հոգևոր առաջնորդը եւ այն հոգևորականները, որոնք այս կամ այն ձեւով պատասխանատու են եւ պարտավոր են իրազեկ լինել այս գործընթացների մասին, որովհետեւ հասկանան թե ինչ նոր մարտահրավերներ են հետված մեր առաքելական Սուրբ եկեղեցուն։ Եվ այստեղից հաջորդ հետևությունը, որ մեզ բավականին ծանր փորձություններով ժամանակներ են սպասում։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը ռազմական փորձագետ Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։